Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ և ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ անհախտի 6-ասեում։ Ողջույն, Շանթի եթերում Հայաստանյան X-Factor-ի օրագիրն է։ Մասնակիցներից շատերը X-Factor-ի ճանապարհը փորձում են կրկին անցնել։ Կարևորը երազանքին հավատարիմ մնալ։ Բարև ձեզ, իմ անունն է Արմեն Շաբոյան, քաղաք Գյումրի։ 19 տարեկան եմ, այսօր լրացավ իմ 19 տարեկանը։ Սովորում եմ Երևանի Պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում։ Մանկուց երգում եմ, կարելի ասել մանկապարտեզից երևի, մի պահ եղավ, որ դադար եղավ, հետո գնացի ջութակի, նաև ջութակի բաժինը ավարտեցի 7 տարի, հետո եկա X-Factor, X-Factor 2-ին մասնակցեցի, X-Factor-ը շատ բան փոխեց իմ մեջ, ավելի լուրջ զբաղվեցի երգեցողությամբ, X-Factor-ով մինչև հասա թատրոնի երկրորդ փուլ, բայց էլի գոհ եմ, որ այդտեղ հասա, որտեղ այն ժամանակ այնպես չէի պարապում վոկալ, այդպես շատ խորասված չէի։ Հետո X-Factor-ից հետո արդեն նոր պարապեցի վոկալ, ընդունվեցի կոնսերվատորիա, հուսով եմ իմ կյանքում մեծ փոփոխությունների կբերի X-Factor-ը, արդեն դե սովոր եմ շանտին X-Factor-ին, բայց այս անգամ ավելի լուրջ տրամադրված, ավելի լուրջ երգեցողությամբ, տեսնենք ինչ կլինի։ Արմեն Շաբոյան, տղա, որ Արմեն Եդիգարյանի ընկերն էր հիշեցի մի անգամից, այն ժամանակ շատ էներգիայով լի ելույթ ունեցար։ Ինչ է փոխվել։ Այն X-Factor-ից հետո ավելի լուրջ եմ տրամադրված։ Որոշել ես ծննդյանդ օրը մասնակցես այսօր։ Քո ծնունդն է այսօր։ Եկեք շնորհավոր ենք Արմեն Շաբոյան։ Մերսի։ Ամենաթանկ նվերը Այսօր լրացավ քո 18, 19, փոխենք մի վարքյան։ Ինչ ես երգելու։ Joe Cocker, sorry seems to be to have this world։ Լավ Արմեն երգի։ Ծնունդի օրով կզարմացնի արդյոք Արմենը։ What we gotta do to make you love me? What we got to do to make you feel? What do I do? Me and the way to find it your man. What do I do to make you love me? What do we get to do to be heard? What do I say? Գոհ ենք թե ոչ։
չգիտեմ Արմեն, իրոք որոշումը չկարողացա կայացնել ես մի երգով, մի բան կասեմ, որ այն ժամանակ շատ ավելի հետաքրքիր էր այն ինչ որ կատարվում էր բեմի վրա։ You say you wanna go for a spin. The party just begun, you let me in. You drive me wild, you drive me crazy. Այս պահին կար երևի մի քիչ ավելի պինդ վոկալ համեմատած անցյալ ելույթի, բայց ավելի անհետաքրքիր բան բեմի վրա կատարվող։ Արի լսեմ ընկերներիս, ես վստահում եմ իրանց։ Արիմուր Սիլկատ բլուզ։ Ուզում եմ Անդրե։ Մեծ սիրով կկատարեմ այսօր։ Քո կարծիքը։ Այո։ Գարիկը շատ ճիշտ է։ Ես հիշում եմ քեզ, բայց չգիտեմ, չեմ կարծում, որ 1.5 տարվա ընթացքում այնքան պետք է հասունանալ, որ ինչ-որ հետաքրքիր մասեր կորցնել։ Կարծում եմ, որ շատ սխալ երգ ես ընտրել։ Այսինքն երգը շատ գեղեցիկ երգ է, բայց քոնը չի, միանշանակ։ Այո։ Ես ձեզ անցյալում չեմ տեսել եւ չեմ լսել, այդ իսկ պատճառով կխոսեմ այսօրվա ելույթի մասին։ Թող շատ կոպիտ չհնչի, բայց ինձ հետաքրքիր չէր ձեր ելույթը, նույնիսկ երբեմն ինձ թվում էր ես հիմա արդեն կանջատվեմ սենց եւ քունս կտանի։ Արմեն ջան, գիտես ինչ, ինձ թվում է, որ դու ավելի շատ ընկել ես ֆորմայի հետևից, քան ծեության։ Անգամ փորձել ես կրկնօրինակել ջոկոկերի շարժումները, բայց դա իր մոտ ստացում էր, որովհետեւ նա գինով ցած էր դուս գալի բեմ միշտ եւ դա ընդհանրապես հետո իրանից հետո արդեն անգամ դա այդպիսի կա բժշկական տերմին այդ իր շարժումների մասին։ Ես ճիշտ ասած չեմ կարող կողմնորոշեմ, եթե դու կարող ես հենց հիմա ինչ-որ բան անել, որ Գարիկն ու Անդրեն վերհիշեն, իսկ ես ու Էմին վերապրենք իրանց վերհիշածը, ուրեմն փորձենք, եթե չէ, անցնենք վճիրներին։ Զարմացրու ուղղակի։ Այո։ Չէ, կարծում եմ այսքանը բավական էր, իրոք, այսքանը բավական էր, մինչև մեր վճիրները կլսես, ես ուզում եմ մեր կողմից քեզ նվեր անել, ինձ թվում է ժյուրի անդամները կմիանան։ Happy birthday to you, Տարեդարձե այսօր, տարեդարձե այսօր։ Ինձ թվում է Արմենը հասկացա, որ իրանից վատ երկող մարդ է կար այստեղ։ Ես էի դա իհարկե։ Իսկ հիմա վճիրները Արմեն ես ցավոք քեզ ասում եմ ոչ։ Ես քեզ ասում եմ այո։ Ես քեզ ասում եմ այո։ Շնորհակալություն։ Էլի քիչ վրես ամեն ինչ։ Դե դա քո սիրած պահերից մեկն է։ Արմենի պարագայում ոչ։ Արմեն ջան, ես քեզ ասում եմ այո։ Աջակցություն։ Սորտ բերեիր։ Անդրեի սաստող երկնիսի տարեդարձ է հայրենի երկի։ Լավ է, անցել եմ, ծանունց է։ Գալստյան Կիմա, քաղաք Գյումրի 17 տարեկան, 12 տարեկան զբաղվում եմ երգով, 5 տարուց ավելի երգել եմ Դեղցանիկ մանկապատանեկան համույթում, մասնակցել եմ շատ միջազգային եւ այլ մրցույթների եւ զբաղեցրել եմ պատվավոր հորիզոնականներ։ Ես ընդհանրապես փոքր ժամանակվանից մեծացել եմ ռոք երաժշտության միջավայրում, որի համար որ շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին, իմ հարազատներին, ճիշտ ճաշակի մեծ ձևավորելու համար, նաեւ սիրում եմ ջազ, երաժիշտ մայրիկս ջութակահարուհի է եւ իմ ընդհանրապես կարելի ասել ազգը, արմատները բոլորն էլ ունեն տաղանդ, ինչ-որ չափով եւ ուրախ եմ, որ ինձ նույնպես փոխանցվել է։ Ես կարելի ասել ինձ առանց բեմ չեմ պատկերացնում, որովհետև ինչ ինձ հիշում եմ, երգել եմ ամենափոքր ժամանակվանից եւ շատ կցանկանամ, որ X Factor-ում նույնպես ունենամ հաջողություն, որովհետև սա իմ համար մի դպրոց է, ես եկել եմ դպրոց, որպեսզի ինչքան հնարավոր է բան սովորեմ, քաղեմ, իմ հետ տանեմ։
Արև ձեզ։ Բարև ձեզ, որտեղից եք եկել։ Գլի ես պատմեմ։ Կիմա Գալստյան, 17 տարեկան, քաղաք Գյումրի, եղբոր անունը Ստեփան, Որտեղից գիտես։ քերուս աղջիկն է որ։ Վաու։ Ինչ ես այսօր պատրաստել։ Երկելու եմ Men's World-ը, ավելի շատ Aguilera-ի cover-ի մոտ։ Շատ լավ։ Ես մինչև երկելուց եմ ասել, որ այս պահին օգտվում եմ իմ իրավունքից ինձ ժյուրիի մանդատից զրկելու այս պահին։ Դուք մնում եք 3-ով, ես հիմա արդար չեմ դատի, եթե դատեմ։ Դուք մնացեք 3-ով, դատեք արդար, բայց հիշեք, որ մեր քուրն է, էլի ասում։ Գարիկ ջան, այս պահին քո քերին մեր քերին է։ Բայց ես կնստեմ։ Մի ուզվեք քույր եղբայր, ամեն ինչ լավ է լինելու, եթե ամեն ինչ լավ լինի։ Լավ մի կարմրի, այդքան մի կարմրի, եկավ, նորմալ երկեց, բավականին հետաքրքիր էր, լսել արդեն 17-ամյա Կիմային, բայց դեռ ինչ-որ մանկական ելևեջներով, վստահություն կար քո մեջ, որ այդ վստահությամբ վստահեցնում էր մի տեսակ մեզ, որպեսզի մենք էլ մեր խոսքի մեջ լինենք վստահ։ Եվ ես կարծում եմ, որ Գարիկի պատիվը բարձր պահեցիր, ապրես։ Երկելավոճով զգացում եմ, որ դու կարող ես աշխատել եւ կարող ես ստանալ այն ամենը, ինչ հետագայում գուցե քո ուսուցիչը, այս դեպքում ժյուրի անդամներից մեկը պահանջի քեզնից։ Ինձ շատ դուր եկան Կիմայի կեդերը։ Ես իմ համար բացահայտեցի Գարիկ Պապոյանի տաղանդը, փաստորեն նրա քեռին է, այդտեղից ամեն ինչ գալիս։ Կիմա հրաշալի էր, ինձ թվում է, որ անգամ մենք ոչ մեկս մտածելու տեղ չունենք եւ կարիք չունենք։ Եվ այսպեսով անցնենք մեր վճիրներին։ Ես Կիմային իր հրաշալի վարդագույն կեդերով ասում եմ այո։ Շնորհակալ եմ շատ։ Ես ասում եմ այո։ Մերսի։ Սա այն դեպքն է, որ քավոր սանիկ երևույթը չի աշխատում, մարդուն տեսնում ենք, ասում ենք ինքը կարող է թե ոչ, ես ասում եմ այո։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ ժողովուրդ, շատ մերսի։ Ավարտվեց լսումների եւս մեկ օր։ Տեսնենք, թե ինչպիսին էր այն ժյուրի անդամների համար։ Գնացինք։ Այսօր ճիշտն ասած, եթե ճիշտ ասեմ ձեզ, այդքան տպավորված չեմ։ Համեմատ այն մի քանի օրերի հետ, այսօր երևի թե ամենաթույլ օրերից մեկն էր։ Անին ինչ լավն էր։ Ով է Անին։ Անին Մոսկվայից էր եկել, մի քիչ թմբլիկ եւ շատ պոզիտիվ ուչասնիկ էր, շատ լավ։ Մոսկվայից էր եկել, որ ուչասնիկ էր, հա։ Սիրուն երգեց, շատ հանգիստ երգեց։ Արցախից կար մասնակից, չէ՞, որ այլիս ընդգժուկ էր, ոչոք չտեսնում ենք։ Շնորհակալություն։ Այսօր լսումներն էլ նորմալ էր, բաց չէր, որ ասեմ ինչ-որ կոնկրետ յուրահատուկ ինչ-որ բանով աչքի ընկավ, չէ։ Ինձ տպավորվեց օրինակ
Չեմ հիշում որտեղից է դաշնակ, որ How Will Survive երգեց։ Հետո իմ մոտ այսօր լարվածություն կար, որովհետև ինձ հարազատ շատ մարդ երգեց, դա իմ քեռու աղջիկն էր, ժյուրին գնահատեց լավ, բայց մեկ էլ լարվածությունը ինձ մոտ չի անցնում, որովհետև ինչ էլ լինի, երբեք չեմ ուզի, որ այդ արդյունքները երբևիցե առնչվեն ժյուրիի մեջ գտնվելու իմ ֆակտորի հետ, ես ուզում որ դա առնչվի ավելի շատ X ֆակտորի հետ։ Ես քեզ հավաստիացնում եմ, որ նա իրոք շատ լավ երգեց եւ քո ոչը կամ այոն կապ չուներ։ Բայց շատ լավ անցավ։ Ընդհանուր։ Ինտերվյու Այո, ինչ ես ուզում, չապայի ունես, ինչ ես ուզում։ Այս ծրագրում այսքանը կհանդիպենք չորեքշաբթի X Factor, բացահայտեք ձեր մեջ լավագույնը։ Առայժմ